Փետրվարի 19-ին լրագրողները հանդիպեցին նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ պահպանելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի անդամների հետ։ Ներկայացվեց նախընտրական փուլում և ընտրությունների օրը ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կատարած աշխատանքը։ Հանդիպումը բացեց օպերատիվ շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը։ Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրություններին նախապատրաստական փուլում և քարոզարշավի ընթացքում ոստիկանության ու զանգվածային լրատվության միջոցների այսպիսի սերտ համագործակցության նախադեպ չենք ունեցել երբևէ։ Փաստենք նաև, որ աննախադեպ էր նաև այդ համագործակցության արդյունավետությունը։ Հարգելի գործընկերներ, ուզում եմ նշել նաև, որ այսօր վաղ առավոտյան կարելի է ասել լուսաբացին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը անցկացրեց օպերատիվ խորհրդակցություն, որտեղ հետաքննություն և նախաքննություն իրականացնող մեր աշխատակիցներին, համապատասխան պատասխանատուներին հստակ հանձնարարվեց ապահովել հետաքննության և նախաքննության ընթացքում քննության և գործերի օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը և լրիվությունը, և այդ բոլորը բերվեց հստակ անձնական պատասխանատվության դաշտ։ Ոստիկանության պետի տեղակալ ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը ներկայացրեց ընտրողների ցուցակների ճշգրտման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Ամբողջ նախընտրական քարոզության ընթացքում ընդհանուր առմամբ մշակվել են շուրջ 4018 տեղեկություններ և պետք է նշեմ, որ այս 4018 տեղեկություններից ընդամենը 19 դեպքով է եղել ցուցակների անճշտություն։ Սա նույնպես ցույց է տալիս, որ մեր կատարած աշխատանքները զուր չեն վատնվել և իսկապես մենք ունենք ցուցակ, որ թերևս կարելի է համարել իդեալական կամ իդեալականին մոտ գտնվող ընտրողների ցուցակներ։ Մնացած այլ խոսակցությունները կամ հայտարարությունները որևէ աղերս չունեն իրականության հետ։ Քվեարկության օրը ընդամենը 2 ահազանգ ենք ունեցել թեժ գծով, որը մենք հերքել ենք։ Ընդհանուր առմամբ քվեարկության օրը ընտրացուցակների վերաբերյալ ունեցել ենք 23 հաղորդում և ընդամենը 1 դեպքով Կոտայքի մարզում Աբովյան քաղաքում գտնվող ցուցակային անճշտության հետ կապված հաղորդումն է համապատասխանել իրականությանը։ Որևէ այլ դեպք ցուցակների անճշտության վերաբերյալ չի հիմնավորվել։ Ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն անդրադարձավ նախընտրական շրջանում արձանագրված իրավախախտումներին և դրանց բացահայտման ընթացքին։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով ոստիկանությունում քննարկվել է և քննարկման փուլում է գտնվում 96 դեպք։ Որոշ մասը ստացված ահազանգերի եղել են անհասցե և անփաստարկ, այնուամենայնիվ բոլորով կազմակերպվել է համապատասխան գործողություններ, ստուգումներ են իրականացվել, ստեղծվում են նյութեր և կտրվի դրանց իրավական գնահատականը, կլուծվի դրանց ընթացքը։ Կուզենայի հատուկ շեշտել ոստիկանությունում գործող բազմաուղի թեժ գծի մասին, որը գործում էր շուրջօրյա ընտրությունների օրը, ստացվել է 36 հաղորդումներ կապված ընտրությունների հետ, գործել է նաև թեժ գիծ միջազգային դիտորդական առաքելությունների համար, իդեպ նշեմ, որ այդ թեժ գծով ոչ մի ահազանգ չի ստացվել։ Ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը հրապարակեց փետրվարի 18-ին գրանցված ընտրախախտումների վիճակագրությունը և անդրադարձավ դրանց բացահայտման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին։ Հույսով եմ բոլորիդ համար տեսանելի էր Հանրապետության նախագահի ընտրության օրը ոստիկանության կողմից դրսևորած, ես կասեի, բացառիկ, թափանցիկ և հրապարակային աշխատավոճը։ Փետրվարի 18-ին ընտրությունների ընթացքում արձանագրվել է և ստացվել են ահազանգեր, ինչպես ինտերնետային կայքէջերից, այնպես էլ ոստիկանությունում գործող բազմուղի թեժ գծից, ստացվել են 104 ահազանգեր և հաղորդումներ։ 41-ը արձանագրվել է Երևան քաղաքում և 63-ը հանրապետության տարբեր մարզերում։ Նշված 104 դեպքերից 37-ը վերաբերվել է ընտրությունների ընթացքում կաշառք ստանալու կամ կաշառք տալու դեպքերին և յուրաքանչյուր դեպք չի թողնվել առանց արձագանքման։ Ձեզ տեղեկացնեմ նաև, որ այդ օրը, այսինքն ընտրությունների օրը, նաև հարուցվել է 2 քրեական գործ, մեկը Շենգավիթի քննչական բաժնում ոստիկանության և մեկը Էրեբունի բաժնում, երկուսն էլ հարուցվել են կրկնակի քվեարկություն կատարելու փաստի առթիվ։ Հունան Պողոսյանը նշեց, որ վերջին օրերին և հատկապես փետրվարի 18-ին
Մի շարք ԶԼՄ-ներում ու սոցցանցերում բավական ինտենսիվ տեղեկություններ էին շրջանառվում ընտրախախտումների վերաբերյալ։ Ստուգումներով պարզվել է, որ դրանք հիմնականում ասեկոսեների վերարտադրության հետևանք են, իսկ մի շարք դեպքերում հաղորդում ներկայացրած անձինք հրաժարվել են հաստատող նյութեր տրամադրել։ Լրագրողներին ներկայացվեցին այս իրողությունը փաստող տեսագրություններ։ Հունան Պողոսյանը հավաստեց, որ ոստիկանությունը հետևողական է լինելու արձանագրված իրավախախտումների բացահայտման եւ օրինախախտներին պատասխանատվության ենթարկելու հարցում, ինչի մասին պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի հասարակությանը։ Հանդիպման ավարտին սպառիչ պատասխաններ տրվեցին լրագրողների հարցերին։